Ողջույն սիրելի հետևորդներ, դուք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք, ձեզ հետ ես եմ Արթուրն եւ հիմա կսպասեմ քաղաքագետ Արամ Ավետիսյանը կմոտենա քիչ անց ինձ, այսօր տարբերվող ֆորմատի հաղորդում ենք ունենալու, ահան եւ տեսնում ենք քաղաքագետ Արամ Ավետիսյանը իր ժամանեց, բավական հետաքրքիր հաղորդում է սպասվում։ Բարի երեկո Արամ, ողջունում ենք քեզ, ես արդեն մեր հեռուստադիտողներին ողջունել եմ եւ ասեցի բավական հետաքրքիր ֆորմատի հաղորդում է լինելու այսօր, կխնդրեմ մի փոքր ներկայացնես ուր ենք մենք եկել, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ենք եւ ուր ենք եկել, ինչ է սպասվում։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք վերջո այսօր եկել ենք եւ կհանդիպենք հայտնի, գիտեք, այդպես արվեստագետ կար, Արծրուն Բերբերյանը, իր դուստրը Անահիտ Բերբերյանի հետ մենք վերջերս կապվեցինք, որը Միացյալ Նահանգներում էր եւ այսօր Երևանի սրտում մենք հենց իրենց արհեստանոցում կհանդիպենք եւ մենք կներկայացնենք փաստերով, թե իրականում ով է թուրք Ռոբերտ Քոչարյանը իր բջերի հետ միասին, նաեւ կներկայացնենք, թե ինչպես այդ Սիուշո կոչվածը գողացել ուղակի այդ հայտնի արվեստագետի Արծրուն Բերբերյանի ժառանգությունը, ինչպես են նրանք փորձել ճնշել եւ ինչ օրն են գցել նրա դուստրը Անահիտ Բերբերյանին, մենք այսօր արհեստանոցից փաստերով կներկայացնենք, թե վիժվածները ովքեր են եւ նորից եմ նշում Բելա Քոչարյան եւ այնտեղ Սիուշո Քոչարյանին իր ընտանիքով հանդերձ։ Վաղը դուք տնկված ոտքի եք կանգնելու ու հայ ժողովուրդը նայելու է, թե դուք ով եք, դուք Ալիևի շներն եք, դուք թուրք եք եւ այսօր հայ ժողովուրդը կտեսնի, թե այս թուրքերը տարիներ շարունակ ինչ են արել հայ ազգի գլխին։ Մենք հենց հիմա մոտենում ենք արդեն Տիկին Անահիտի արհեստանոցին։ Տիկին Անահիտ, բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք հենց այս պահին գտնվում ենք արհեստանոցի հենց մուտքի մոտ, Արծրուն Բերբերյանի արհեստանոցի եւ մեզ հյուրընկալել է Տիկին Անահիտը, բարև ձեզ Տիկին Անահիտ։ Եվս մեկ անգամ բարև ձեզ Տիկին Անահիտ եւ ես կխնդրեմ դուք մինչ մեր զրույցը սկսվել է եւ մինչ մեր բացահայտումը եւ բացահայտել է թե ով է իրականում Սիուշո կոչված այդ երևույթը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա այդ գոմիկ որդին, ես կխնդրեմ դուք ուղղակի ներկայացնեք պարոն Բերբերյանի արհեստանոցը, ժառանգությունը, մի փոքր ներկայացնենք մեր հայրենակիցներին, այնուհետև մենք անցնենք մեր բացահայտմանը եւ այն գողությանը, ես կասեի երևի նոր այսպես մեր նորանկախ Հայաստանի արվեստի հետ կապված ամենամեծ գողությանը կանադառնանք եւ ես նշեմ, որ մենք սրանց վզից բռնելու ենք իրանց ընտանիքով հանդերձ բերենք դատարան եւ դատարանում արդեն իրավական գործընթաց ենք սկսելու ձեր հետ միասին, որպեսզի հայ ժողովուրդը համոզվի, թե ովքեր են այս թուրքերը։ Ես կխնդրեմ ուղղակի դուք ներկայացնեք պարոն Բերբերյանի ժառանգությունը։ Հա, դուք շատ ճիշտ նշեցիք, որ մեծ մասշտաբի գողություն, որովհետեւ տեսեք, հայրս բավական մեծ մասշտաբի աշխատանքներ էր ստեղծում եւ տարբեր ոճի, տարբեր դարաշրջաններին սկսած ուրարտական շրջանից Քրիստոսից առաջ 9-րդ դարի Ատրուշաններ, այսպիսի ծիսական առարկաներ, տեսեք այդ տարբեր սիմվոլիկայով եւ սրանք շատ բարդ աշխատանքներ են, որ ինքը նաեւ ձուլարան ուներ, այնտեղ էր աշխատում։ Հետո էլ անդրադարձել է միջնադարին, նաեւ Վանի ոսկերչության ավանդույթներին, այստեղ տեսեք կաթողիկոսական գահը Վազգեն Վեհափարի պատվերով էլի հորս աշխատանքն է եւ ունենում ենք հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից, տեսեք այստեղ Ռիմա Դեմիրճյանն է, կառավարական հյուրեր ենք ընդունում պատվերներ եւ ավելի քան 100 տարվա ձեր ընտանիքի պատմությունն է, այո Կարեն Դեմիրճյանի հարթաքանդակն է, այս դուռը նույնպես խորհրդանշական է, կարող եք նկարել, քանի որ 5 նշանավոր վարպետներ են աշխատել դրան վրա եւ էսքիզը Գրիգոր Խանջյանինն է եւ Վանիկ Շարամյանի ժողովրդի թանգարանի միջոցով է կատարվել ընկույզի փայտ է եւ արձանագրություններն են շատ կարեւոր, որ
Վարպետ Արծրուն Բերբերյան Վանեցի արվեստանոցս կառուցեցի 1976 թվին, վաստակս է 40 տարի, դուռը թող միշտ բաց լինի հայ ժողովրդին եւ բյուր ազգերին։ Այսինքն այդ արտահայտությունը դուռը թող միշտ բաց լինի, ամեն օր այստեղ առավոտից երեկո հյուրեր էինք ընդունում, ամբողջությամբ անշահախնդիր եւ աշխարհով մեկ ոնց որ տարածվում էր այստեղ նաեւ ուրեմն մյուս արձանագրությունը երախտագիտությամբ հիշենք բոլորին ովքեր բարի օժանդակությամբ եւ աշխատանքով օգնեցին արվեստանոցը կառուցելուն իբարս արվեստի Այսինքն սա նշանակում է, որ այն ժամանակ փոխօգնության շունչն էր տիրում եւ մենք սովոր չէինք այնպիսի մարդկանց, որոնք այս բաց դռնով ներս գան եւ չգիտեմ ինչ որ այսպես այլ մտքեր ունենան այդ պատճառով ուրեմն սրանք Փորագրություններ են, էլի շատ բարդ տաժանակիր աշխատանք, ընդհանուր առմամբ շատ ծանր գործ է, արծաթագործությունը, իսկ հայրիկի դեպքում տարբեր մետաղների, պղնձի, բրոնզի, լատունի օգտագործումը, ոսկու, արծաթի այդ բոլորը շատ խորը մասնագիտացում է պահանջում, որը ինքը սովորել էր իր հորեղբայրներից, նաև Վանի նշանավոր ոսկերիչների մոտ է սովորել, որոնք Պարսկաստանում արհեստանոցներ ունեին, ամբողջ աշխարհով մեկ ճանաչված։ Եվ Տիգին Անայիդ, ես խնդրեմ մենք արդեն մոտենանք ստեղ նաև զարդերը դուք ցուցադրեք եւ խնդրեմ այն հայտնի մատանին ցուցադրենք նաև, որը որ Սիրուշո կոչվածը, գիտեք, այդ իր այդ չգիտեմ ինչ է այդ ինչ-որ բուդկայա դրե Երևանում բանը արտադրում, տենց ես խնդրեմ դուք հենց այդ հայտնի մատանին նաև ցույց տաք։ Կներկայացնեմ Ուրեմն մեր ոճը, ընտանեկան ոճը հիմնված էր Վանի այդ ավանդական արծաթագործության վրա, ինչպես նաև ես ինքս քանի որ արվեստի գծով ավարտեցի, ուսումնասիրել էի բոլոր տարածաշրջանների այդ խորհրդանիշները, զբաղվել եմ նաև մանրանկարչությամբ, տեսեք, այստեղ Թեհրանում է տպագրվել իմ մանրանկարներով, սա էլ հայրիկիս գիրքն է, որտեղ խորհրդային տարիներին շատ ճանաչված էր ժողովարդպետ էր եւ իր զարդերի աշխատանքները կան բոլորը այսպիսի տեսք է ունեցել տարածքը ամբողջովին ազգագրական ոճի մեջ ես նկատի ունեմ մեծացել եմ ինքս հենց այդ մթնոլորտում եւ աշխատել եմ 6 տարեկանից այսինքն Այդտեղ գիտեք, այս գործը այնպիսի գործ է, որ դու պիտի ինքը շատ բազմապրոֆիլ գործ է, դու պիտի եւ նկարել իմանաս եւ էսքիզ գծել եւ իր պրոցեդուրաները չափազանց շատ են։ Ես ներողություն խնդրում եմ, ես վերջերս տեսա այդ հայտնի Ալիևի ընկերոջ հարց աղբոր հարց Սիրուշո կոչվածին, որը որ ինչ որ կապիկացել էր եւ նկար էր հրապարակել, այդ մատիտը ձեռը էսկիզի կողքը աշխատում է, ես դատարանում ինքը գալու է, այդ մենք էսկիզ ենք տալու ու ասենք այդ էսկիզը մի հատ դատարանում հայ ժողովրդի աչքի առաջ ուղիղ եթերով հələ մատ գծի, դրանք դու այդ որվա էսկիզ գծողն ես թոփալ ու ես խնդրեմ ու որ դուք հենց հայտնի մատանին ես հենց տեսա խնդրեմ դուք հենց հայտնի մատանին ներկա Արդեն 10 տարի շարունակ, 12 տարի շարունակ նույնիսկ վաճառվում է Պրեգոմեշ կայքում եւ շահույթ է ստանում։ Իրանք բոմժ են դառնալու Տիգին Անայիդ, ես դա ձեզ մոտավորապես 70 կտոր աշխատանք շատ ակտիվ վաճառվել են եւ մեծ գերշահույթ են ստացել։ Գիտեք ինչ Տիգին Անայիդ, մենք անգամ շահույթն չի հետաքրքիր, որովհետև այդ իրենք են այդպես նյութականին տրված մարդիկ, իրանց համար գիտեք, իրանց ընտանիքը Ռոբերտ Քոչարյանի, ես միշտ նշում եմ, որ Սադախլուից առաջ ինչ որ մի հատ այդ Սադախլուից առաջ պիժամայով է եկել Հայաստան Ռոբերտ Քոչարյանը եւ այստեղ իմ նկարն է այստեղ խնդիրը բարոյական հարթության մեջ է որ ինչպես կարելի է մեր պատմամշակութային այս արժեքները ուղղակի այսպես ոտնահարել գողանալ եւ
Սա ոչ միայն բարոյական քաղաքական, այլ իրավական գնահատականի պետք է արժանանա։ Ես եւս մեկ անգամ ցույց տամ մեր հայրենակիցներին հայտնի մատանին։ Տիկին Բերբերյան նաև պետք է խնդրենք ներկայացնեք պատմությունը ինչպես է հայտնվել իրանց մոտ, հա, ինչպես են իրանք ստացել եւ սկսել վաճառել։ Հա, ուրեմն սկսվեց այն ժամանակ, երբ ինքը իր պրեգոմեշ հայտնի կլիպի համար զարդեր էր վերցրել տարբեր թանգարաններից, այդ թվում Լուսիկ Ագուլեսու, Սարդարապատի, եւ քանի որ այդ զարդերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել երիտասարդների շրջանում, դիմել էր թանգարաններին, բայց այնտեղ թույլ չէին տվել կոմերցիոն նպատակով օգտագործել, հա, եւ սկսել էր փնտրել գործող հին վարպետների եւ այդպես իմ հետքի վրա էին դուրս եկել Սարդարապատի թանգարանի միջոցով։ Ճիշտն ասած, երբ որ եկան առաջին անգամ, ես վերապահումով ընդունեցի, քանի որ արդեն իսկ դուժել է այդ ընտանիքի ձեռքը, իմ այս ամբողջ տարածքը քանդված վիճակում էր, խլել էին կեսը եւ Սիրուշոն երբ հարցրեց ինչու է այս վիճակում, ասացի որ ով որ արել է ձեր կեսրարի անունն է տվել։ Այո։ Հա, ինքը այդ անգամ իրենք շատ այսպես զարմացան եւ գնացին։ Հա, հետո հաջորդ անգամ եկավ, բա միգուցե կարողանանք համագործակցել, ես փորձեմ օգտակար լինել եւ այլն։ Դե ասեցի փորձեք, բայց փորձել էր եւ բարձվել էր, որ դատական համակարգը ամբողջը իրեն ձեռքում է եղել, նրանք զարդել էին իշխանությունը այդ տարածքը խլող մարդը իրենց կլանի անդամ էր եւ անգամ ինքը դատանում հայտարարում էր, որ ես նույնիսկ ազգական եմ, Քոչարյանի, չգիտեմ։ Բաքվեցի շներ են եղել իրանք, մենք գիտենք։ Եվ ասում էր, որ օրենքը մեր գրպանում է եւ ինչ ուզենք կանենք, մեր դեմ խաղ չկա այդ կարգախոսով։ Այդպես քանի անգամ եկան գնացին եւ հետո իմ վրա սկսեցին ճնշումներ գործադրվել, սկզբում համոզելու ձևով, հետո հետագայում նաեւ այդպես դե ես ժողովրդի լեզվով ասեմ զորբայությամբ, այն որ դռնից հանում ես պատուհանից են մտնում։ Հա, եւ ընդ որում Սիրուշոն ինքը չէր կոնտակտի դուրս գալիս ինձ հետ, այլ ինչ որ մարդիկ էր ուղարկում։ Իրա գոմիկ ամուսնու երևի քութիկներն էին կամ չգիտեմ, բայց գիտեք ինչպես շատ վիրավորական էր, որտեվ տեսեք երկու արվեստագետ կարող են հանգիստ նստել, քննարկել, խոսել, անգամ եթե թեման ասենք բացասական չի, ինչ որ բացական ինչ որ եզրեր գտնել, բայց ինքը խուսափում էր ուղակի այդպես կապի մեջ մտնելուց, հավանաբար ես չգիտեմ, գուցե եւ արդեն իսկ իր մոտ ինչ որ ծրագրեր կային, որոնք նախապես ծրագրավորված, գուցե այդքան էլ ազնիվ չէին։ Ամեն դեպքում ստացվեց, որ ինքը ինձ հանեց բանակցությունների սեղանից, ինչպես որ հիմա շատ է այդ տերմինը շրջանառվում, այսինքն ես դարձա ընդամենը կատարող եւ ինքս հայտարարեցի, որ միայն պատվեր կընդունեմ։ Այո։ Միայն, այսինքն քանի որ ես ազատ ստեղծագործող եմ եւ բիզնեսով չեմ զբաղվում, եւ չեմ էլ ուզում իրենց համար բիզնեսով զբաղվել, նախ չունեմ այդ ռեսուրսները, չունեմ իմ հետևում այնպիսի ընտանեկան կլան, ինչպիսին իրենցն է եւ այն ահռելի հարստությունը, քանի որ գիտեք յուրաքանչյուր բիզնես ներդրում է պահանջում եւ սակայն իրենք այդպես սկսեցին ինձ մանիպուլացնել։ Ես կխնդրեմ Տիկին Անահիտ, դուք մեզ ներկայացնեք, մենք նկարը կա ձեզ մոտ, դա կներկայացնենք այսօր, այն առաջի այդ վզնոցը, որը որ ինքը ձեզնից վերցրել էր ժամանակավորապես որ անձնական ինչ-որ ֆոտոսեսիայի համար, այնուհետև դուք տեսաք, որ դա ամսագրում դրված է ձեր զարդը եւ գրված է պրեգոմեշ, որը փաստը մենք ունենք, ես կխնդրեմ թե հնարավոր է դա ցույց տանք։ Այստեղ շատ նկարներ կան։ Եվ Տիկին Անահիտ, ես կխնդրեմ դուք հենց ցույց տաք հենց այդ հայտնի հենց զարդը, որը որ նախանցել էր ձեզանից որպեսզի ժամանակավորապես անձնական
ֆոտոսեսիայի համար օգտագործել եւ գրել էր պրեգոմեշ այդ վզնոցը հայտնի։ Տեսեք, սա ուրեմն L-style ամսագիրն է եւ այս հայտնի վզնոցը, որը հայտնի վասպուրական վզնոցի ավելի ստիլիզացված ժամանակակից տարբերակը նախատիպը ունեցել է Սիլվա Կապուտիկյանը, որը եւս Արծրուն Բերբերյանի ազգականուհին է եւ իր թանգարանում ոչ միայն զարդ, այլև մատանին, այդ հայտնի մատանին քարով դրված է, որը նվեր էր պատրաստել հայրս Կապուտիկյանի համար եւ առանց ինձ զգուշացնելու իրենք այս վզնոցը վերցրին իբր 1 օրով ֆոտոսեսիայի համար անձնական, հետո հայտնվում է L-style-ում, հեսա այստեղ տակը գրված։ Արցախի հետ նույն ձև վարվեցին, թարանեցին, իրանցով վարեցին, վերջում նվեր տվեցին, ծախեցին Ալիևին, իրանց բարեկամին։ Տեսեք, այստեղ ինչու՞նն է իրավական նրբությունը, որ իրենք ինձնից չեն գնել, նույնիսկ առաջարկ չի եղել արտադրման իրավունքը գնելու, այսինքն իրենք դիտարկում էին ինձ որպես կատարող, որպես սեփականություն, որին պետք է թելադրեն, իրենք պիտի թելադրեն, ու այդ հողի վրա հենց սկզբից վեճեր են առաջացել, ես անընդհատ խուսափել եմ, անընդհատ փորձել եմ խզել, բայց հետապնդել են նույնիսկ թաքնված սպառնալիքներով եւ այլն, ու հետո երբ որ բրենդը բացվեց, ինձ մոտ ուղարկեցին մի շատ հայտնի ճանաչված բրենդային կազմակերպիչի, առայժմ չեմ ուզում անունը տալ, որը ինձ համոզեց, որ գոնե 3 ամսով պայմանագիր համագործակցենք, հա, որպեսզի եւ իրենք դա ներկայացնում են որպես հայ մշակույթը տարածելու ինչ-որ հայրենասիրական ծրագրերով, կոչերով, հա, այսինքն Սիրուշան միշտ ներկայանում էր այդպիսի ամպլուայով, էլի, որ ինքը այսպես հայրենասեր է։ Դե հիմա Տիկինան այդ ոչ էր ասել խոպանը մեկ է Հայաստան թուրք Քոչարյանի հետ, պարզա պետքա այն կհիշեք հայտնի այն իշխան ձուկ կա մի հատ դաշնակ, չէ՞ որ զարդիր լավ, այսինքն իրանք ազգային այդ արժեքները փորձում են ներկայացնել իրենց սեփականություն, բայց նրանք ազգայինի հետ կապ չունեն։ Տիկին Անահիտ, ես ոնց բացատրեմ մեր բազմաչափ հայ ժողովրդին, որ դուք պատկերացնում եք սրանց վիճակը, լավ, Սիուշոն ասենք գիտենք ով է, ում աղջիկն է, ամեն ինչից էլ տեղյակ ենք։ Նորից եմ նշում, Ռոբերտ Քոչարյանը թող մի օր պատասխանի մեր հարցին, թե իր հարցը Բերթերուն ինչ գործ ուներ։ Էդի 1, երկրորդը, բայց դուք պատկերացնում եք սրանց տունը, անգամ մի հատ մի հոգի չի եղել, բելա մելա, որ խոսում են, չէ, ինչ լավ կին է բելան, բելա քո հարցին չես կանչի, ասես արա, այս ինչ ես անում։ Պատմություն եք դուք կեղծում։ Այսինքն Տիկինան այդ մենք գործ ունենք Աբդուլ Համիդի ժառանգների հետ։ Ես ամենայն անկեղծությամբ պետք է նշեմ, որ իմ ընկալմամբ Ռոբերտ Քոչարյանը Աբդուլ Համիդի ցեղից է, որտեղ անգամ Աբդուլ Համիդը այսքան վնաս չի տվել հայ ժողովրդին, ոնց որ սրանք։ Հիմա ներողություն եմ, տեսեք, փաստերը, այսինքն 100 տարվա պատմություն ունեցող զարդերը, Արծրուն Բերբերյանի ողջ գիտակցական կյանքը, ես նաև խնդրեմ դուք ձեր երիտասարդ տարիքում ձեր լուսանկարները եւս ցուցադրեք, որ դպրոցական մանկասական տարիքից ձեր հոր հետ զբաղվել եք այս արվեստով ու մի օրում մի ինչ-որ Ալիևի շան հարց գա ու փորձի սեփականաշնորհի փորձի գողանա, սա սրբապղծություն է, դուք շատ ճիշտ եք նշում Տիկին Բերբերյան, եւ ես կխնդրեմ դուք ուղղակի ներկայացնեք, թե ինչպես տարիներ շարունակ ձեզ ճնշել են, թույլ չեն տվել, որ դուք հասնեք արդարության, խանգարել են մարդկանց են ուղարկե, եւ վերջի վերջո ես կխնդրեմ Տիկին Անահիտ, դուք մեր հայրենակիցներին ներկայացնեք, որ այն ինչը որ ինքը հիմա արտադրում է, ինչ որ մադիտա վերցրել, էսկիզը անում, ինչ է անում, այսինքն ստեղ ցուցադրված է, այսինքն սա է օրիգինալ, այսպես իսկական այդպես արվեստը սա է, որը որ ուղղակի պատճենն է հանվում է, չգիտեմ, երևի Ռոբերտ Քոչարյանը հնդիկ երեխեք են ունի այդ ցեխ են դեր իրանց տունը, հնդիկներով բան են անում։ Արամի հարցը լրացնեմ Տիկին Բերբերյան, մեր հեռուստադիտողներին հաստատ հիմա այս հարցը հետաքրքրում է, արդյոք հնարավոր է, եթե օրինակ գիշերը Աստված երազից չի եկել եւ չի ասել կարող ես նկարես, եթե դու օրինակ երաժիշտ ես, հա, երգում ես եւ
մի օր միանգամից վերցնես մատիտը եւ կարողանաս նկարես։ Մենք տեսնում ենք, որ դուք փոքր վաղ հասակից արդեն ձեր հորետ աշխատելիք հնարավոր է տենց մեկ օրում մարդը կարողանա էսքիզներ նկարահանել։ Բնականաբար Արտուր հնարավոր չէ, քանի որ ես համեմատեմ երաժշտության հետ, ինչպես որ ես ինքս չեմ կարող երգել, ինչքան էլ մարդ բնատուր տաղանդ ունենա, բայց պետք է որոշակի աշխատանք, չարչարանք եւ ճանապարհ պիտի անցնես, ինչու՞ չէ, եթե սովորես էլ ավելի լավ, որպեսզի հմտանաս այդ գործի մեջ եւ երբեք ասենք ես չեմ կարող, ես ինձ թույլ չեմ տա ինչ որ մի մասնագիտության մեջ հայտարարել, որ ես օրինակ սա սարքեցի կամ սա երգեցի, ինչպես որ Սիրուշոնն է հայտարարում, ես սարքեցի, ես ինչ հավաքածուն։ Գիտեք ինչպես նախ կան վարպետներ, որոնք աշխատում են դրա վրա, բացի այդ, եթե նույնիսկ դու միտք ես առաջարկում գաղափար, էսքիզ ես առաջարկում, դա ընդհանրապես առաջարկություն է, ոչ թե պրոֆեսիոնալ կատարում կամ ոչ թե, ասենք, պրոֆեսիոնալ էսքիզ կամ դու դիզայներ չես, դու ընդհանրապես, ինչպես որ ֆիլմերում, չէ, գրում են գաղափարի հեղինակը, այսինչը կամ Սիրուշան ընդհանրապես կարող է պրոդյուսեր համարվել կամ օրինակ գաղափարի հեղինակ։ Լավ, նաև բիզնես լեյդի թող լինի։ Քանի որ ներողություն, քանի որ երաժշտություն չի եւ նոտաներ չկան, հա, գաղափարը փոխանցել ուղղակի պետք է նաև որոշակի տաղանդ ունենաս համապատասխան, ճիշտ է, չէ՞։ Ոչ միայն տաղանդ, այլև փորձառություն, որովհետեւ սա այնքան բարդ աշխատանք է, այնքան բազմաթիվ պրոցեդուրաներով, նյութերով, որ մենք մինչև ոսկերիչները, արծաթագործները մինչև կյանքի վերջ սովորում են, որտեղ մանրակրկիտությունը այնպիսին է, ոնց որ ինքը միայն կարող ես համեմատել վիրահատության հետ։ Եվ ներողություն խնդրում Տիգին այդ խնդրեմ դուք նաև ներկայացնեք սա այսպես ինչպես ասում են գործի եղեն նյութերի հետ կապված շատ մեծ կապ ունեցող գործն է, որովհետև ապագայում երբ մենք սկսենք իրավական process-ը, այդ մարդկանց եւս հրավիրելու ենք այն մարդկանց, որոնք որ ձեզ մոտ սիրահայրը, որ աշխատել են ձեր արհեստանոցում, բայց դուք արթնացել եք եւ տեսել եք, որ այդ մարդիկ, այսինքն ձեր աշխատողները աշխատում են արդեն այդ դրա բիզնեսում, այսպես նշեմ։ Այո։ Այստեղ ես անդրադառնամ սիրահայերի պահով, դուք շատ ճիշտ նշեցիք դաշնակցությանը։ Ինչպես հայտնի է, դաշնակցությունը Սփյուռքում գերակշռող մեծամասնություն ունեցող կուսակցություն է եւ իմ հայրն էլ որ պարսկահայ էր, ես իրեն շատ լավ ճանաչում եմ եւ այդ հայրենասիրական գաղափարները, որ իրենք Սփյուռքում հայապահպանության համար ստիպված են իրոք դրանով ապրել հայապահպանությամբ, որոշ, ասենք, նման մարդիկ շահարկում են այդ ազգային գաղափարները, որպեսզի ընդհանրապես իրենց բիզնեսը առաջ տանելու համար։ Հա, եւ սիրահայրը այդ ժամանակ պատերազմից նոր էին, մազապուրծ էին եղել եւ ինչ որ առումով ես չեմ մեղադրում, բայց ամեն դեպքում իրենք այսպես անցան իր կողմը, ի տարբերություն իմ մյուս ընկերների, որոնց հետ տարիներ այստեղ աշխատել եմ, նրանք օրինակ չհամաձայնվեցին։ Եվ այդ դաշնակցության պահով նաև ասեմ, առ այսօր հիմնական գնորդները Սփյուռքում նրանք են, քանի որ նրանցից շատերը նույնիսկ տեղյակել չեն, բայց այդ մարդիկ Հայաստան գալուց անպայման գալիս էին այս արվեստանոց եւ իմ ազգականները նույնպես անմշտական կապի մեջ էին, ուղղակի այդ քոչարանական չարաբաստիկ տարիներին կարելի ասել, երբ որ մեր ընտանիքը այնպես հանգամանքների բերումով ընդհատվեց մեր գործունեությունը, փաստորեն եւ ընկանք խնդիրների մեջ այդ նույն քոչարանական կլանի պատճառով այդ պատճառով ոնց որ օգտվեցին իրավիճակից եւ շատ ցավալիորեն ասեմ, որ այդ կուսակցությունը ոչ թե իմ թիկունքին կանգնեց,
Իդեմս ասենք հայ համայնքի Պարսկաստանում կամ Ամերիկայում ես որպես նաև երկրորդ մասնագիտության պատմաբան կարող եմ այդպես պաշտոնապես հայտարարել, որ հայ հեղափոխական դաշնակցությունը նրանք ծառայել են Աբդուլ Համիդին, նրանք երիտ թուրքերի հետ կոալիցիա են եղել, հայ կոտորողների հետ կոալիցիա են եղել, եւ եթե մենք վերլուծում ենք հայոց մեծ եղերն է ցեղասպանության հանգամանքները, մենք մի շատ կարևոր հանգամանք ենք արձանագրում, դա պատմականորեն կարելի է նշել, որ ոչ մի դաշնակցականի մի հատ ճկուտի ճկուտի եղունգին բան չեղավ, այսինքն հայտնվեցին հայ ազգը կոտորվեց իրաց պատճառով, սրանք հայտնվեցին Լոնդոններում, հիմա տենում ենք ինչ են անում, չէ՞, դարել են Ռոբերտ Քոչարյանի շները ազգային ժողովում ու ինչ-որ ազգային արժեքներից են խոսում, եթե նրանք ազգային արժեքների պահպանման գործընթացում որոշակի ներդրում ունենային կամ իրանցից բան ներկայացնեին, առաջինը կգնային ասային լսի Սիրուշո էս, Բելա էս, Սուզան Մարքան էս կամ դրա հերը այն երևույթը, այն լոխը, իր կանգանիցուի աղջկան սա կյանքը խաբար չի, այսինքն կներեք ասեմ տիկին անետ, ես ուղղակի քեմ ասում, մենք ազգային ազատագրական պայքար ենք սկսել այս թուրքերի դեմ, որովհետև ինչպես ասում էր Գարեգին Նժդեն, մեր ներքին Թուրքի հարցը մենք պետքա լուծենք։ Մինչև մենք սրանց հարցը չլուծենք, մենք հիմա վերլուծում ենք մի պարտվեցինք պատերազմում տիկին անայք, պարտվեցինք մի պատճառով, որովհետև ներքին Թուրքը Քոչարյանի գլխավորությամբ այն Զիբիլ Պարքև Սրբազանի ինչ էին անում։ 2020 թվականին հայ զինվորին ասում էին հողերը ծախածա, զենքը թողեք, գնացեք, մենք Երևանում պետք է կռիվը շարունակենք։ Այսինքն սրանք սրբություն չունեցող, ինչպես դուք նշեցիք, 100% համաձայնում սրբապիղծ անձնավորություններ են։ Այս սրբապիղծերին մենք քաղաքական տեսանկյունից ջախջախելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, սրանք հայտնվելու են Սովետաշենի աղբանոցում ու շատ ցավալի է տիկին անայդ, որ ես տարիներով տեղյակ չեմ եղել այս խնդրից, այսինքն մեդիան ուզուրպացրել են, իշխանությունը ուզուրպացրել են, դատական համակարգ է, դատավորները, այդ կեղտերը, որոնք այդ Քոչարյանի շները, որոնց որ մաքրում են, դեռ ասում եմ չենք տեսնում, այսինքն սրանք ամեն ինչ արել են, մարդկանց գլխին սարքել են եւ հենց այդ հանգամանքը, որ ձեր CIA-ը եսը չեմ մեղադրում, մարդիկ մազապուրց եղած հացի խնդիր ունեցող արեստավորներ են, ստիպված գնացել են մի պատար հացի համար աշխատել են, այսինքն սրանք դաշնակցությունը տիկին Անահիտ, մենք տեսնում ենք, չի իրանք ով են, այսինքն Արսուն Բերբերյանը, որը որ պատմամշակութային ժառանգություն է ստեղծել 100 մի ամբողջ 20-րդ դարում մենք տեսանք չէ Սիլվա Կապուտիկյանն այդ վզնոցը կրում, մենք նաև եթե խնդրեմ դուք կներկայացնեք Ֆրունզիկ Մկրտչյանի հայտնի մարդկանց ստորագրությունները եւ նրանց մաղթանքները, սա 3 հատորանոց կարծիքների գիրք է։ Սա տիկին Հանայք, սա շատ կարևոր է մեր հայ ժողովրդի համար, որովհետեւ սա իրեղեն ապացույց է համարվում եւ մենք վաղը սա տալու ենք նաեւ փորձաքննության, որպեսզի հայ ժողովուրդը տեսնի թե քոչարյանական կլանը այս թուրքերը ինչ են արել մեր ժառանգության հետ, որովհետեւ սա մեծ արժեք ներկայացնող փաստաթուղթ է տիկին Անահիտ։ Հայրս փաստորեն մի ամբողջ դպրոցի մշակութային դպրոցի քանակությամբ ժառանգություն էր թողել եւ ինքը ինձ պատրաստել էր որպեսզի ես շարունակեմ դա եւ ինքն էլ ուներ աշակերտներ մեծ քանակությամբ մի քանի սերունդ է կրթել ես ինքս էլ կրթության մանկավարժ եմ ես ինքս էլ ունեցել եմ աշակերտներ բայց փաստորեն ստացվում է որ այդ ամբողջ արխիվը որը մի ամբողջ գիտեք թանգարանային թիմ նույնիսկ չէր կարող այդպես միանգամից դա տեսակավորել այնքան մեծ է իր ազգագրական հավաքածուն այդ լուսանկարները, ֆիլմերը, գործիքները, ի վերջո իր աշխատանքները, թանգարաններում եղած նմուշները, այդ ամբողջ պատասխանատվությունը ընկավ ինձ վրա հորիցս հետո եւ ես ինչու եմ ասում որ դուք ճիշտ եք դաշնակցության պահով փաստորեն նրանք հերվից շատ լավ իմանալով այդ ամենը եւ ճանաչելով նրան փաստորեն հանցավոր լռության մեջ էին եւ այդ հանցավոր լռությունը եթե ինձ վերաբերվեր խնդիր չի ունենա բայց այս ամբողջ արխիվը փաստորեն ինքը դարձավ քոչարյանական կլանի
ճիրաններում հայտնվեց։ PR էլեմենտ։ Այսինքն սկզբում տարածքը խլվեց, հետո ուրեմն հեղինակային իրավունքը խլվեց, հետո էլ ես չգիտեմ ինչ որ հանելուկային գողություն եղավ, որ այս տանը իրենց սպառնալիքներից հետո չեմ ուզում անմեղության կանխավարկածը ժխտել, բայց դե շատ հանելուկային ձևով այդ գողությունը ծածկադմփոց եղավ եւ կարճվեց, հետո էլ ուրեմն ազգագրական հավաքածուն, որ ես իպահ էի տվել մի գոլեգայի մոտ, որը իբրև թե էլի այդպես ազգասեր եւ ոճով շատ նման աշխատանքներ կատարող, բայց հետագայում ցավալիորեն իմացա, որ նա Կտրիչ Ներսիսյանի հետ է համագործակցում եւ արդյունքում ազգագրական հավաքածուից ես ստացա ուղիղ կեսը, իր բառերով ասած ծախել կերել եմ, եւ քրեական գործ չհարուցվեց, իսկ հետագայում երկրորդ գողությունը տեղի ունեցավ, որ էլի որոշ բաներ, այսպիսի հնություններ ազգագրական, որ տեսնում եք։ Տիկին Անայից սրանք հայրենիք են ծախել, ուր մնաց, որ այս մշակութային արժեք հանդիսացող իրերը չվաճառեն։ Այսինքն մենք ինչ վերաբերում է այդ Գարեգին երկրորդին, մենք իրան շատ լավ գիտենք, իրեն քութիկ աղբորը ագենտ Եզրասին, սա Եզրասը այս ամեն ինչի համար պատասխան տալու, որտեղ Եզրասը այդ մաֆիայի կարգառուն անդամ է եւ մենք եւս մեկ անգամ մեր հայրենակիցներին էլ այսքանից հետո այն ինչ պետքա լինի, որ մենք այս վիժվածքներին չբացահայտենք տիկնյանայդ, այսինքն հայ ժողովուրդը մի բան պետք է անի 2026 թվականին գնա կանգնի, ընդհանրատեղամասը չգնա թեքիս նրանց դեմքին, որտեղ սրանք դրան են միայն արժան։ Տիկին Բերբերյան, պետք է խնդրեմ ներկայացնեք այս գործերը։ Սա առաջին մատանին է, որը ստեղծվել է, վերամշակվել է Պրեգոմեշի համար, ցույց է տրված ժամանակակից տարբերակը, որը տարիներ արտադրվել է իրենց կողմից եւ նախկին տարբերակները, որոնք իրականում բազմաթիվ են։ Այսինքն սա ձեր հայրիկի պատրաստած տարբերակն է, այո։ Տարբերակն է, այո, այստեղ։ Այստեղ ձեր տարբերակն է եւ երրորդը իրենց տարբերակն է։ Իրենց տարբերակը, որ էլի ես եմ վերամշակել, բայց ինքը 10 տարի արտադրել է իր անունով։ Նաեւ այլ մյուս տարբերակներ էլ կան։ Այս Վահան կոչվող մատանին, որը շատ մեծ հաջողություն ունի, առ այսօր արտադրվում է։ Այս ուրեմն թևնոցները, որոնցից սկզբնաղբյուրը Պրեգոմեշ կլիպում Լուսիկ Ագուլես ցույց հանգանից վերցրած նմուշներ։ Այստեղ դուք նաև նշումներ եք արել, այո, ես տեսնում եմ, որ նշում եք, որ ոչ մի բան փաստորեն վերցրել են նախ Արծուն Բերբերյանի նշանավոր ֆիլիգրանի թևնոցը, որի հիման վրա ստեղծել եմ ես այս տարբերակները եւ այստեղ գրված է ներկայացվում եւ վաճառվում է որպես Սիրուշո բայ Պրեգոմեշ բայ Սիրուշո։ Սակայն այս բոլոր էլեմենտների հիմքում տեսեք այս գմբեթներն են, որոնք նույնիսկ քահանայական ճարմանդի տեսքով սրանք իմ աշխատանքներ են նախկինում, որոնք ինքը օգտագործել է եւ հետագայում սիրահայերն էլ նույնպես օգտվել են եւ հավաքածուներ են ստեղծել այդ էլեմենտների հիման վրա։ Այս տեսեք այդ նույն գմբեթներն են որպեսզի մեր հեռուստատիտողին ավելի պարզ լինի, այն սիրահայերը, ովքեր ձեր մոտ աշխատել են, ձեր արհեստաձեր հետ համագործակցել են, այնուհետև երբ սկսել են նրանց հետ աշխատել, արդեն իմանալով, հիշելով, այո, այդ ամենը նրանք նույնպես վերարտադրել են, քանի որ իրենք գոնե ունեին մասնագիտական հմտություններ եւ փաստորեն իրենք էին հուշում Սիրուշոյին ինչպես պետք է տվյալ հավաքածուն ստեղծել, առաջ տանել եւ ստացվում է, որ Սիրուշոն նույնիսկ իրենց հեղինակային իրավունքն էլ է չարաշահում, քանի որ այդ մարդիկ ոչ միայն կատարողներ են որպես հանդես գալիս, այլ նաեւ
մտքի նաև որոշ չափով մտքի հեղինակներ, որովհետև գիտեք հաճախ կարող է մարդը էսքիզ մասնագետը էսքիզ չանի, բայց աշխատանքի ընթացքում ինքը իրեն ստեղծագործությունը գալիս է։ Սրանք վզնոցներն են, տարբերակները, որոնք նույնպես էլի պրեգո մեջ ջևելերի, իհարկե իմ համար պնդումների արդյունքում եւ ինչպես նաեւ Սյուզան Մարգարյանին գրված նամակի արդյունքում, որտեղ ես շատ այսպես խիստ էի քննադատել իր աղջկա արարքները եւ խնդրել էի, որ քանի որ ոչ ոք չի կարողանում իր վրա ազդի, այդ թվում նաեւ ես գուցե եւ մորը լսի եւ վզնոցները ճիշտ է կայքեիջից հանել էր, բայց տեսեք Եթե հիմա դուք բացեք Google-ը, գրեք Պրեգոմեշ կամ Pinterest-ը կամ այլ մասնագիտական կայքեր, փաստորեն առաջինը բերում է այս 5 գործերը, որոնք ինքը ասում է դե կայքից հանել են, բայց դրանք պտտվում են ինտերնետով մեկ եւ նպաստում են իր բիզնեսի զարգացմանը։ Հա, սա նույնպես այս վզնոցն է եւ այս մատանիները ամբողջությամբ այս մատանիները իմ եղբոր Արգիշտի Բերբերյանի նմուշներն են, որոնք ես պայման էի դրել, որ անպայման անունը նշվի, բայց կայքի ստեղծումից մի քանի ամիս հետո արդեն Սիրուշուն երբևիցե որևէ դիզայների անուն չի նշել այնտեղ, որը աբսուրդ է, որովհետև դա միջազգային պրակտիկա, ինչպես նաև օրենքը պարտադրում է, որ պետք է նշվի դիզայների անունը, ես այդտեղից եկող շահույթների մասին չեմ ասում, ինչպես որ օրինակ մի հատ այսպես զվարճալի մեջբերում կատարեմ, որ ինչպես էր Արձականցյանը հպարտանում, որ ես ամեն Տիգրան մեծ ուրեմն ալկոհոլային խմիչքից ես տոկոս եմ ստանում եւ այդպես եմ ես իմ օրվա ապրուստը վաստակում, փաստորեն ես այդ տոկոսները չեմ ստանում, այսպես է ստացվում, այսքան ընդ որում այդքան չարչարանքի աշխատանքի եւ մասնագիտական այդ հմտությունների փոխարեն ոչ թե ես ոտս ոտին գցած ինչ որ շահույթ ունեմ, այլ ես ամբողջ կյանքս ես իմ աշխատանքով եմ վաստակել եւ դա բավականին ծանր աշխատանք է։ Այո, փաստորեն դուրս է գալի ոչ շահույթ ունեք, ոչ էլ ձեր անունը։ Ոչ էլ անունը, հա։ Որ ձեր։ Այո։ Եվ ես կխնդրեմ Տիկին Անահիտ, դուք նաև արհեստանոցը ցույց տանք այն հայտնի, որտեղ որ աշխատում եք ու շարունակենք այնտեղից։ Եվ սիրելի հայրենակիցներ, մենք հենց հիմա կներկայացնենք ձեզ Տիկին Բերբերյանի արհեստանոցը եւ այն մարդիկ, որոնք որ մտնում են Instagram, տենում են այդ տակլոր, որ իրան գցելա, չգիտեմ, արդեն էլ ռեկլամ անելու բան չկա, իրան է ռեկլամ անում թուրք վիժվածքի հարսը ու այդ էսկիզները նկարում ինչ անում, խնդրում եմ մի հատ մեր հայրենակիցներին Տիկին Բերբերյանին ցույց տանք, թե իրականում ոնց է այս աշխատանքը արվում եւ ինչա իրանից արվեստը բավականին բարդ հաստոցներ են, այստեղ որը օգտագործել է բավականին հմտություն եւ ուժ է պահանջում եւ մանկուց օգտագործել են, ասենք լարեր պատրաստելու, լիստեր պատրաստելու, այսպիսի հատուկ հարմարանքներ կան, սա ձուլագործության համար է, ինչպես նաեւ ես ունեցել եմ, ասենք բարձր ջերմաստիճանի համար նախատեսված այլ գործիքներ եւ կարելի ասել ես պատկերացրեք 150 քառակուսի մետրանոց հսկայական արհեստանոցից, որտեղ դասգահը դա աշխատասեղան է, որը մի ամբողջ դահլիճ միայն այդ դասգահն էր զբաղեցնում իր գործիքներով, լուսանկարները ձեզ ցույց կտամ, ես հայտնվեցի, ես ոնց որ մի քառակուսի էլ չի այս սեղանը, այս սեղանի շուրջ եմ աշխատում եւ իմ նախնադարյան գործիքներով, սրանք գործիքներ են, որոնք Պարսկաստանից են բերված, հայրս է բերել, այսպիսի գործիքներ, նույնիսկ այս փորագրության գործիքը Եվ պատկերացրեք սովորելու process-ը այնքան երկարատև ու դաժան է, դուք 3 ամիս միայն ես
լարեր եւ գնդիկներ են պատրաստել փոքր ժամանակ։ Դա նույն բանն է, եթե համատենք երաժշտության հետ, որ ակորդներ ես նվագում, չէ՞, օրեր ժամեր շարունակ դու պիտի նվագես, որպեսզի հմտանաս։ Հա, եւ ամեն պրոցեդուրան տևել է մի քանի ամիս, հետո տարիներ շարունակ դրան սինթեզը, կոմպոզիցիա ենք սովորել եւ ուրեմն, հա, այսպես Տիկին Բերբերյան, նաև պետք է խնդրեմ ներկայացնեք դուք երբ տեսակ արդեն Սիրուշոն ներկայացրել էր ձեր զարդերը որպես իրեն համապատասխան բրենդի ներքո դուք փորձել եք կապնվեք նրա հետ կամ ինչ-որ որևիցե մեկի միջոցով բարձեք ինչ է կատարվում դա։ Հա, այո, իհարկե, ուրեմն բազմիցս դիմել եմ անձամբ իրեն, որ Սիրուշո արի որպես արվեստագետի հետ հավասարը պարզ մարդկայնորեն նստենք զրուցենք, սակայն ինքը ինչ-որ խորհրդավոր սառնություն ասեմ, թե լռություն էր ցուցաբերում, որը ես չէի հասկանում պատճառները եւ անընդհատ ինչ-որ միջնորդներ էր ուղարկում, որպեսզի այդպես ավելի ոնց որ չոր բիզնեսային հարաբերությունների մեջ դնեն ինձ։ Իսկ ինչ էին առաջարկում այդ միջնորդները։ Այդ միջնորդները առաջարկում էին օրինակ պայմանագիր երկարաժամկետ, բայց օրինակի համար, որ ես աշխատավարձով աշխատեմ կամ օրինակի համար, որ ես ինչ-որ այսինքն ոչ շահեկան պայմաններ էին առաջարկում, ես այդ պատճառով ստիպված եղա իրավաբաններ գտնել, որոնք ինձ համար շատ դասական պայմանագիր կնքեցին, ի օգուտ ինձ կամ հավասար պայմաններով, բայց նրանք չընդունեցին այդ պայմանագիրը եւ խզվեց, այդպես ես փաստորեն Այսինքն ներողություն, ձեր կողմից եղավ համապատասխան փոխադարձ առաջարկ, որը նրանց կողմից մերժվել է, որովհետեւ իրենք միայն իրենց ոնց որ գիծն էին առաջ տանում, իրենց շահն էին հետապնդում, որը ինձ խիստ զարմացնում էր, որովհետեւ գիտեք ունենալ նման հնարավորություններ, որոնք եթե դու իսկապես դու ուզում ես ազգօգուտ ինչ-որ գործի ծառայեցնել, ազգօգուտ ծրագրերի ծառայեցնել, դու առաջին հերթին մտածում ես ինչ-որ օգտակար լինես եւ հավասար սկզբունքներով, որտեվ իրեն միայն պիտի որ պատիվ բերի, ասենք որևէ պրոֆեսիոնալի հետ աշխատել։ Ես համատելու համար ձեզ բերեմ օրինակ եվրոպական բրենդների պատմությունից, որտեղ այնտեղ իրենց դիզայների կուրք է, այսինքն դու եթե մասնագետ ես, ամենաբարձր վճարվողը նույնիսկ մենեջերից ու տիրոջից ավելի բարձր աշխատավարձ ստանում է դիզայները, որտեղ ամբողջ դեմքը իրենից է կախված։ Այսինքն կներեք Տիկինյան, այդ դա նույնն է, որ ես գնամ հիմա Եվրոպայում Լուի Վիտոնի խանութում մի հատ սունկա կամ մի բան վերցնեմ, ասեմ մատ գնամ նկարվեմ, վերջում ասեմ Լուի Վիտոնը ես եմ հայտնաբերել, այդ իմ բրենդն է ու սկսեմ այդ գործունեությամբ զբաղվել։ Նույնիսկ ինքը Շանելը ինչու իրավունք ուներ, որ իր անունը առաջ տա, որտեղ Շանելը պրոֆեսիոնալ ինքը կարող էր եւ ինքը վարպետուհի էր։ Հազար անգամ կներեք Տիկին Անայդ ուղակի մեր սիրելի հայրենակիցներին խնդրում եմ մի հատ համացանցում գնացեք գրեք Կոկո Շանել, մի հատ Շանելին մի հատ նայեք ու քրջ Բելային ու իր հարցին։ Ամեն ինչ արդեն դրա համար պարզ կլինի։ Ես ուղղակի մեր ֆրանսիացի գոլեգաները, գիտեք ինչ լավ հարաբերություն մենք ունենք Ֆրանսիայի հետ, հիմա կվիրավորվեն, mēs նամակներ կգրենք, ասեն այդ թուրքերին, այդ քրչերին մեր հետ մի համատեք, որովհետև սրանք Տիկին Անայդ ես ասելիք չունեմ, բառը չեմ գտնում, որովհետև մենք ստեղ արդեն փաստերով արձանագրում ենք, թե ինչի հետ գործ ունենք, թե ով են սրանք։ Ասենք նույն Yves Saint Laurent սկզբից ինքը դիզայներ էր, բայց հետո ստեղծեց իր բրենդը եւ յուրաքանչյուր բրենդ պարտանում էր, որ կարող է հրավիրել նրան եւ աշխատել, ոչ թե ասենք իրավունքը վերցնում էին։ Դե նրանք արժեք են ստեղծում Տիկին Անայդ։ Տիկին Բերբերյան, իսկ երբ գալիս են ձերից շփվում են, այսինքն նրանք խոստովանում են, որ դա ձեր զարդերն են, իրենք չեն հերքում, չեն ասում, որ չէ, մենք ուրիշ զարդեր ենք, ուղղակի առաջարկություն են անում, ինչպես է եղել շփումը։ Տեսեք, սկզբում իրենք չէին հերքում, որովհետև իրենք կոպիտ ասած գործից ոչինչ չէին հասկանում։
Հա, բայց ինձ զարմացնում էր, որ իրենք շատ անտակտ էին եւ ասենք մտնում էին գործի խոհանոցի մեջ եւ խանգարում էին, այսինքն գործի process-ի մեջ, մտնում էին իմ եւ արհեստավորների ամենտեղ հետևիցս գալիս էին, սկզբում չէի հասկանում, մտածում էի լավ կպչունություն է, բայց հետո հասկացա, որ ուղղակի ուզում էին ինչ-որ ընդհանուր բաներ սովորել, որ հետո ինձ գործի ներկայությունը հասկանային, աշխատողներին ֆիքսեին, իրանցով անեն, դա նրանց։ Եվ ցավալիորեն ես գիտեք ինչ ժամանակ այդ պահին չկարողացա դիմակայեմ, ինչ պատճառով, որովհետև շատ սպառված վիճակում էի այդ արվեստանոցի դատական քաշքշուկներից, ինչպես նաև նախկինում ընտանեկան խնդիրներից եւ աջակցություն չունենալու պատճառով եւ ինչ որ մի շրջան իրենք կարողացան ոնց որ սկուտերի վրա կարելի ասել ստացան այդ գործի բիզնեսը դասական բիզնես խելել է, կազմակերպչական այն գաղտնիքները, որոնք գիտեք տարիներ շարունակ մարդը չէ որ հարաբերություններ ստեղծելով է իր գործը առաջ տանում, որտեղ ոչ միայն տեխնիկական մասն է կարևոր, այլ քո գործընկերները, քո հարաբերությունները, քո կապերը, շփումները եւ քո ինֆորմացիան, առաջին հերթին ինֆորմացիան, որը դու քո կրթությամբ եւ քո փորձով ձեռք ես բերում։ Կարելի ասել ուղղակի այդպես խլվեց եւ առաջին մոտավորապես 8-ից 10 տարին իրենք մեր ընտանեկան գործերի միջոցով էին արտադրություն առաջ տանում, ուղղակի բարեբախտաբար աշխարհը թափանցիկ է դարձել եւ շատ արագ համացանցի շնորհիվ այդ ամենը հայտնի դարձավ, քանի որ ճանաչում էին ոճը, նույնիսկ տարեց կանայք կային խորհրդային տարիներից, որ գալիս վայ ասում էին, բայց ախր սա Բերբերյանի գործն է, ոչ թե Պրեգոմեշինը եւ ինքը ուղղակի այդ խայտարակվելու կամ չգիտեմ ամոթ բառը տեղին է կիրառել թե չէ, ամոթ ունեն թե չէ, բայց նրանք անգամ ինքնասիրություն չունեն, տիկին անհայտ ու մնաց ամոթ ունեն։ Աստիճանաբար սկսեցին հանել գործերը, բայց շրջապատը եւ արդարություն պահանջող ազգի մեծամասնությունը ինձ անընդհատ դիմում էին, բա ինչու դատի չես տալիս, բա ինչու քո իրավունքները չես պաշտպանում։ Հա, անկեղծ ասած խորհրդակցել եմ փաստաբանների հետ բազմիցս եւ ասել են, որ օրենքը իմ կողմում է, այսինքն խախտումները ակնհայտ են եւ օրինակ եթե այդ նույն պատմությունը լիներ նույն ԱՄՆ-ում, որտեղ Սիրուշոն օրինակի համար խանութ ունի, կամ Եվրոպայում կամ իրենց սիրած Հունաստանում բավական մեծ կոմպենսացիաներ պետք է վճարեին, ել չասած, որ բրենդի նկատմամբ սահմանափակումներ են դնում եւ հա, բայց Հայաստանում ոնց որ մենք տեսնում ենք ամենաթողությունն է եւ գիտեք օրենքը կա, բայց ինձ բացատրեցին, որ ապացուցողական մշակույթը դեռ շատ հետ է մնում եվրոպականից ու ամերիկյանից, այսինքն դու օրենքը միայն 4 փաստեր են պահանջում։ Դե սա 4 փաստը տիկին անայ, ուղղակի դուք երբ պատմեցիք այդ պատմությունը, ես նշեմ, որ դա եղել է տարիներ առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն զավթված է եղել քոչանասերժական թափթփուկների կողմից եւ ես նշեմ անգամ մենք փաստեր ունենք այսպես նշած, որ այդ փաստաբանները, որոնց հետ դուք խորհրդակցել եք, վազել են Ռոբերտ Քոչարյանի բուն եւ այս կոնտեքստում բնականաբար այդ մարդիկ անընդհատ փորձեն են ձեզ զերծ պայել այդ իրավական process-ից, որ մեկը ոչ մի բան չի փոխվելու, բայց հիմա արդեն մենք այլ երկրում ենք ապրում տիկին Անահիտ եւ այս պարագայում մենք ես նշեցի, որ գնալու մենք ձեզ ամեն ինչով կօգնենք, որ իրավական գործընթաց սկսենք, իրավական տեսանկյունից, սա քաղաքական ու բարոյականն է, որին հաջորդելու է իրավականը։ Ավելին ասեմ, փաստաբանների մի մասը իզարմանս ինձ, ես ինչ որ վախի մթնոլորտ եմ զգում, որը գիտեք ինչ, ախր սազական չի, եթե դու ազգասիրական ինչ որ գաղափարներ ես, կլիպներ ես նկարում,
գնում ես եկեղեցիներ կամ ազգային զարդերի գովազդով ես զբաղվում, բայց մյուս կողմից որպեսզի քո ընտանիքը համարեն ահաբեկչականը, դա շատ այսպես հակասության մեջ է մտնում եւ դու էլ լռես այդ մասին չխոսես ու նշանակում է որ դու ոնց որ շարունակում ես իրենց գիծը փոխանակ ցույց տալու որ չէ ես արվեստագետ եմ չէ որ արվեստագետները իրենք հենց առաջին բողոքի ձայն բարձրացողը պետք է լինեն արվեստագետը պետք է լինի անաչառ ինքը պետք է իրենք այսպես ավելի անկախ են արվեստագետները եւ համարձակություն ունենան կարծիք հայտնելու դա իրանց համար հերոսություն եմ խնդրում տիկին անայ տեսեք 30 տարում ինչ արվեստը ինչ օր անկավ Հայաստանում չէ առաջի այդպես իշխանությունն այդ ՀՀՇ-ի կռիսները հետո Քոչյանն էլ ա եղել ՀՀՇ վարչության անդամ ինքը ՀՀՇ-ի Քոր Լևոնի շարունակությունն է այդ բանդայի այսինքն սրանք 30 տարում ինչ են արել արվեստագետներին լարել են Հայաստանից պայմաններ են ստեղծել որ մտածող ուղեղ ունեցող մարդը թողի գնա Հայաստանից իսկ արվեստագետ են կոչել այն ռիտամիտակային չեն Ավետ Բարսեղյան ինչ որ մոտ երևի այդ շոու բիզնես կոչված է դա իրենց համար այդ բառը չեմ ուզում ասեմ այդ իրանց համար դա է արվեստը այսինքն քյաբաբ ուտելը սպիտակցի հայկո լսելը Քոչյանի համար դա է արվեստը որտեղ նա նորից եմ նշում նա 70 տարի որտեղ է ապրել ադրբեջանցիքի մեջ իրա այդ արյունակից աղբերների մեջ դու Ադրբեջանը այսօր արվեստ ունի Սրանք դիվերսիա անում տիկին անայ տեսեք Ալիևի հերը Հեյդարը քիա ուղարկե Ռոբերտին Հայաստան Ուղարկել եմ մի բանի համար, որ մենք նայում ենք, տեսեք, միայն Թալանի հետ կապված չի խնդիրը, սրանք հանքերը իրանցով են արել։ Կազմակերպված բայց ամենակարևորը այսօր որ հաչում են, 5 րոպեին մեկ հաչում են, չէ, ինքնության դեմ պայքարա, մենք ինքնությունն ենք փրկում, սրանք հայ ինքնությունը ոչնչացրել են, տիկին անայ։ Սա հենց ինքնությունն է։ Այսինքն սրանք օրինակ ինչու պիտի ես 30 տարի ծախսեմ ոչ թե ստեղծագործելու վրա, այլ պայքարելու վրա։ Անընդհատ, այսինքն մեկ օր հանգիստոր չունես դու, մեկ տարածքդ ես պաշտպանում, մեկ դատարաններով են քարշ տալիս, մեկ ինչ որ հեղինակային իրավունքներով, այսինքն դու օրինակ Եվրոպացու նման խաղաղ չես կարող նստել, խիղճդ հանգիստ աշխատել եւ ինչպես է իրենց մոտ, ասենք, կառավարությունը միշտ արվեստագետների հանդեպ շատ ուշադիր է, որտեղ ամենախոցելին են իրենք եւ բարբերաբար կանչում են, աջակցում են եւ այլն, իսկ մեզ մոտ հակառակը, փաստորեն մենք հետապնդման ենթակա ենք, պաշտպանված չենք օրենքով։ Տարիներ շարունակ ես նշեմ քաղաքական սպանություններ, գործարարների ինքնասպանություններ տարիներ շարունակ նորից ես հոպատական չեմ ասում որ Աբդուլ Համիդից շատ են սրանք վնասվել այսինքն սրանք ոչ միայն եկել են կեղեքելու կողոպտելու այլ եկել են հայ ազգին ինքնությունից զրկելու տեսեք տիկին անայք եթե մենք հիմա մենք չլինեինք օրինակ այս պայքարը չլիներ 10 20 30 տարի հետո Սիրուշոն Իրա լակոտ լուկուտներին հավաքելու էր ու ասային բան արվեստագետ մարդ որը որ երկերը չի գիտի թաքնված տաղանդ թաքնված ինքը ուրիշ ոլորտում է թաքնված տաղանդ էդի շատ լավ մենք գիտենք իրա տաղանդների մասին այն որ Օսկան Վարդանի կանգա ձեռը բռնած հանրապետական հիվանդանոց էր գնում չգիտեմ ինչ անելու այդ է իրանց տաղանդը բայց ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ տիկին Անահիտ ես նաև նշեմ որ այս process-ը մենք հասցնում ենք մեր հաղթական ավարտին ես նշեմ սիրելի հայրենակիցներ որ ամանորից հետո մենք արդեն ունենք պլանավորված մեր մոտ ուղղակի մենք երկրում չենք լինելու գնալու ենք այս քուտիկների գույքը բացահայտենք Հայաստանի սահմաններից դուրս ինչպես ամեն անգամ անում ենք մենք վերադառնալու ենք եւ ամանորից հետո մենք ցուցահանդես ենք ձեզ հետ միասին այսպես իրականացնելու հրավիրելու ենք մամուլին, լրագրողներին, փորձագետներին, հայ ժողովրդին եւ հայ ժողովուրդը կգա իր աչքերով կտեսնի թե ինչա տեղի ունենում եւ մենք Սիրուշոնին էլ կհրավիրենք թուրք Ռոբերտին կհրավիրենք թո իր շունշենգյալներին հավաքի գա եթե այդքան դուխ ունի թողան մենք իրանց դեմքին այսինքն սա փոքրիկ թանգարան է եւ այս արժեքը
մենք պետքա պահպանենք Տիկին Անահիտ եւ ես կխնդրեմ դուք որպես վերջաբան ավելացնելու թե ինչ-որ մի բան ունեք ավելացնեք եւ մենք եւս նշում եմ որ ամանորից հետո ցուցահանդես կազմակերպենք եւ արդեն կգնանք իրավական ճանապարհով մենք նաեւ կդիմենք կառավարությանը համապատասխան մարմիններին որոնք որ պետքա այսօր արվեստագետին օգնեն սատար կանգնեն որովհետեւ սա պատմամշակութային ժառանգություն է եւ սա ինչ որ մի հատ Ալիևի մի քանի քութիկի բան չի որ գան հաջորդին զրկեն այս ամեն ինչից եւ բացի այդ իրավական գործընթացը մենք Բելա Քոչանին Սիուշոյի հետ վզներից բնելու ենք բերենք դատարան ուղիղ եթերում դատարանին ապացուցելու ենք ու հայ ժողովուրդը իմանալու է ինչպես նշում եք որ սրանք գող են սրանք սրբապիղծ են եւ ես Դեսպես որպես վերջաբան կխնդրեմ դուք եթե ավելացնելու բան ունեք ավելացրեք Ես էլ նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ Արամ եւ Արթուր քանի որ ձեր շնորհիվ բարձրաձայնվեց այս հարցը վերջապես երկարատև լռությունից հետո եւ ես համարում եմ որ այդ լռությունը անտեսել է վաղ կարծրատիպերը դրանք բոլորը դա է նպաստել որ այսքան տարիներ այսպիսի կոպիտ ասած կոտորած է սպիտակ եղերն են իրականացնել ժողովրդի նկատմամբ սկսած այդ պատերազմի դեպքերից եւ վերջացած խաղաղ բնակիչների նկատմամբ Եվ այս լռությունը վերաբերվում է նաև ոչ միայն մեր տեղացի ասենք լրագրողներին կամ լրատվամիջոցներին, այլև Սփյուռքին եմ ուզում անդրադառնալ, որ իրենց այդ աչք փակելով, սատարելով այդ հայազգի կողոպտիչներին, կոտորողներին եւ դժբախտացնողներին, իրենք փաստորեն հենց հերքում են հենց իրենց հայապահպանության ծրագիրը, գիծը Ներողություն խնդրում հայտնի ֆիլմ կա, չեն 3 կոպեկանոց լացողները, որ փող է ստալի, գալի լացում են։ Սրանք 3 կոպեկանոց հայնասիություն ոռնացողներ են, այսինքն այդ դաշնակ, մաշնակ դուք պատկերացնում եք Տիկին Անահիտ, տարիներ առաջ կհիշեք, չէ՞, որ զարթնիր լավ ու ինչ-որ հայնասիա, ոտքի կանգնի, որ համշինը մնա հայկական ու այդ ֆոնին մենք տեսնում ենք մի ինչ-որ մի հատ երևույթ, որին որ ես գիտեք ինչ, ես ինչ-որ միտեղ որ գնում եմ, օրինակ Վարշավյանոց կլինի, չգիտեմ, սրճարան, իրանք գիտեն, որ այդտեղ Սիրուշո պետքա չհնչի, որովհետև դա ապա ազգային է։ Եվ այդ երևույթին երբ ես տեսա, որ արդեն ռեկլամ անելու տեղ չկա իրան, Քոչյանը բերեք գցելա միտինգին, այդ էլ ասեմ խենալ է, որովհետև ծախս էին արել, բեմ էին հավաքել, ուղիղ եթեր էին կազմակերպել, ասում եմ ձեր հետ հարցս թողա երկի, սրանք այսինքն Տիկին Անահիտ, սրանց փոխտու թքի իրանց դեմքին, կասի Անդրեվա գալի, սրանք էդ են, ոչ մի ազգային հետ կապ չունեն, սրանք Աթաթուրքի ժառանգներն են Աբդուլհամիդի։ Դե շատ ցավալի է, որ հիմա Սփյուռքի դաշնակցությունը համագործակցում է իրենց հետ։ Ճիշտն ասած դաշնակցությունում բնականաբար կան շատ արժանավոր մարդիկ, շատ իսկական հայրենասերներ, բայց այդ մեծամասնությունը, որը լռել է այսքան տարիներ, իրենք հանցակից են բավարարվել են միայն ինչ-որ հիմնադրամների գումարներ ուղարկելով, որոնք շատ լավ իմանալով, որ դա գնում է ում գրպանը, նախկինների գրպանը եւ սրանով իրենք կարծես թե ուզում են ապացուցել, որ իրենք ոչ թե համայնքներ են, որոնք ստեղծվել են ոնց որ տուժած եղեռնից մազապուր ծեղած եւ իրար փող օգնող ժողովրդի հիման վրա, այլ ոնց որ իրենք սկսում են նմանվել այդ կլանային ինչ որ միությունների, որոնք մաֆիոս համակարգերի, որտեղ տիրում է վախը, բռնությունը, ստրկությունը եւ այդ պատճառով ոչ ոք չի կարողանում խոսել, ճշմարտությունը ասել, նույնիսկ օգնել տուժած հայաստանցիներին Եվ այսպիսով ստացվում է, որ իրենց մոտ շարժիչ ուժը ոչ թե սերն է, այլ եւ հայրենիքի նկատմամբ կամ ասենք մարդասիրությունն է, այլ ինչ որ թալանը, շահերը եւ դա բոլորովին պատիվ չի բերում դրսի, ասենք հայերին եւ
ինչպես ասեմ, շատ մեծապես անդրադառնում է մեզ վրա, քանի որ չէ որ այդ աջակցելու միջոցով է, որ Հայաստանը այսքան տարիներ գոյատևել է, այսքան բաների միջով անցնելով։ Հա, եւ հետո էլ իրենք մեզ են մեղադրում, բա Արցախը ինչու ձերքից տվեցիք կամ Արցախը ինչու այսինքն մեղադրում են։ Դիգին այդ Արցախներ եկել ես ասում Արցախը մենք ծառայել ենք բանակում, վճարել ենք հարկեր, միլիոնավոր դոլարներ ենք փոխանցել Արցախին, Արցախի սահմանները պաշտպանել է հայ զինվորը, Երևանից գնացած, մեր շրջաններից գնացած։ 2023 թվականին, երբ որ հայ զինվորը այնտեղ արդեն չկար, տեսանք մի քանի օր տևեց։ Շամպես այդ իրանց ճուտը Շահրաման Սամվելը Քոչարյանի այդ տան անդամը գնաց, պետությունը լուծարեց։ Այսինքն անգամ Արցախը մենք արուն ենք թափել, պահել ենք, ազդագրել ենք, միլիոններ ենք փոխանցել, ինչի համար, որ Քոչյանը թալանի վայելի, ինքը ինչ արեց, 98 թվին կերավ Արցախը, տեսեք տիկին Անահիտ, մի հատ հանք չէին թողել։ Հայ զինվորը նուր էր պոկում ծառից կամ տանում Շուշիի բերդում լղկում էին ռազմական ոստիկանություն կամ դա մոռացել ենք։ Այսինքն սրանք տիկին Անահիտ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում չի հայտնվել, որ ինչ-որ մի 4-5 հատ թափ-թփուկի պատճառով այս երկրագնդի երեսից վերանա գնա։ Մենք սրանց ենթարկել ենք պատասխանատվության։ Իրոք շատ կասկածելի եմ, գիտեք ինչու ես չէի հավատա, բայց երբ իմ աչքի առաջ այդ արվեստանոցը զավթած այդ մարդը, չգիտեմ ինչով բնութագրեմ, Բաքվեցի ասեմ, թե որտեղացի ասեմ, որ ինձ ասաց ես հայերին չեմ սիրում եւ ես անպայման ուզում եմ վնաս տամ, ասի լավ, բա ես ինչով եմ մեղավոր, բա դու ուղղակի հայտնվեցիր ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամը, ոտի տակ ընկար, այսպես ասած, հա, հետո ասի լավ, ինչու չես սիրում, բա ասում է հայերը, չգիտեմ, սկսեց վիրավորական ինչ-որ բառեր ասել եւ այլն, ասի, բայց այստեղ դու առոք փառոք ապրել ես, նույնիսկ հասել ես օլիգարխի մակարդակ, հիմա էլ մի քանի ջիպ ունես, հա, էլ վնաս տալը որն է, այսինքն իմ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ ծրագիր ունեն, որովհետեւ ինքը չէ որ 20 տարի, 30 տարի այս շենքում ապրել էր եւ ինքը իբր թե իմ հորը շատ հարգում էր այս այսպես ասած իր իմ ծնողները գնահատում էր, հա, բայց արդյունքում ինքը առանց խղճալու ավիրեց եւ ես իրեն ասի, գիտես, այդպիսի մի թևավոր խոսք է, այստեղով անցել է թուրքը այդպիսի վիճակի հասցրեց արվեստանոցը, այսինքն այդ մարդիկ, որ բոլորը մի ինչ-որ ցանցի մասնիկներ են, միանշանակ տիկնեն այդ, սա կլանա, երբ մեր հաղորդման մեջ նշում եմ Ալիևյա Քոչարյանական այս Ղարաբաղյան կլան կոչվածը, սա կլանա տիկին Անահիտ, որը որ ղեկավարվել է Հեյդար Ալիևի կողմից եւ այս կլանը մի բանով է զբաղված եղել, կողոպուտ թալան եւ նաև այն ինչը մենք հիմա ականատես լինում ենք, այսինքն սրանց հերահար նպատակը եղել է զրկել հային ինքնությունից եւ այդ կոնտեքստում ոչնչացնել հայկականը, այսինքն ինչ կա իրանցով անեն, որ վաղը Քոչյանը վաղը գնալու է, չէ, Զեյկուցի Ալիևին ասի պապա ջան մի քիչ էլ ինձի փող դու գործը արել եմ, այնել ասում է քութիկ ինչ գործ ես արել, դե ասի բայց ինչ կա ինձնով եմ արել, պատմությունից եմ զրկել, սրանք այդ են տիկին Անահիտ։ Այսինքն ստացվում է, որ մեր ժողովուրդը մի քանի ֆրոնտով մենք պատերազմի մեջ ենք։ Մենք միշտ հիմա ենք պատերազմի, ներքին Թուրքիա հենց հիմա մենք պատերազմի մեջ ենք տիկին Անահիտ։ Այս հաղորդումը եւս այդ պատերազմի մի կոմպոնենտն է եւ սա հիբրիդային պատերազմն է մեզ ուղղակի այսօր մեր վզին փաթաթած տիկին Անահիտ եւ երբ դուք ասում եք որ այդ ազգային լոզունգներով հանդես են գալիս այդպես հայնասիական ճառերով դա հիբրիդային պատերազմի մի էլեմենտ է եւ այդ կոնտեքստում տիկին Անահիտ ուղղակի Եվս մեկ անգամ նշում եմ, որ մենք այսօր գտնվում ենք պատերազմական վիճակում, բայց մենք ոչնչացնելու ենք եւ ջախջախելու ենք ներքին Թուրքին, Սիրուշոյի, Քութիկ Լևոնի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նրանք չեն ապրելու Հայաստանում, նրանք իրավունք չունեն մեր օդը շնչեն, նրանք հայտնվելու են Սովետաշենի պատմության աղբանոցում։ Մենք այնտեղ պատմության աղբանոց ենք պատրաստելու Սերժիկի, Սաշիկի, Ռոբերտ Քոչարյանի համար եւ նրանց տեղը աղբն է նրանց տեղը։
եւ այդ աղբի մեջ էլ նրանք հայտնվելու են եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ Տիկին Անահիտ եւ ես նշեմ որ մենք սիրելի հայրենակիցներ ապագայում եւս ցուցահանդեսը կազմակերպենք տոներից հետո կհրավիրենք մեր բազմաչարչար հայ ժողովրդին եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ փաստեմ այն հանգամանքը որ հայ ժողովուրդը չի հայտնվել 21-րդ դարում որպեսզի ուղղակի մի քանի դավաճանի պատճառով վերանա գնա եւ այն սրանց հիբրիդային պատերազմի կոնտեքստում սրանց նարատիվները Տիկին Անահիտ որ անընդհատ կհիշեք չէ ինչ են տարածում Սյունիքի միջանցքը տվեց, հեսա թուրքը հասավ, չգիտեմ, Եղեգնաձոր, այսինքն սրանք հային այսօր փորձում են այդպես որ դուք ասում եք, չէ, վատ վիճակում դնեն, մռայլ, գորշ, դուխից գցեն, այո, ինչի համար, որովհետև Տիկին Անահիտ, սրանք շատ լավ գիտեն, որ հայ ժողովուրդը չի կոտրվելու։ Մենք 2000-ամյա պատմություն ունենք, մենք հենց նոր ցույց տվեցինք մեր ուրարտական թագավորությունը, մենք որտեղից ենք գալիս, ու այս գետնի վրի երկու հատ կնոպ կա, ասենց ասեմ, ուզում են երկու հատ ոչնչություն, ուզում են մեզ վերացնեն, սա չի հաջողվելու նրանց եւ նրանք այսօր գտնվում են պատմության աղբանոցի ճանապարհին Տիկին Անահիտ։ Եվ մենք սրանց ներում բեկում չի լինելու։ Այդ որ մեզ գրում են իրանց քութիկները մտնում են մեզ արդեն խղճահարություն առաջացնելու համար, գոնե Սիրուշոյին գոնե Բելային կին են բան մի ասեք։ Քիեսի կնոջ արած, հա։ Քիկինը կարա հայ կին իրան թույլ տա, գա մարդուն, որը որ վատ պայմաններում է սոցիալական, որովհետև ուզուրպացված վիճակում է եղել այդ 30 տարի արվեստագետի նկատմամբ, որը որ պատմություն ժառանգություն է թողում, կինը կարա գա նման բան թույլ տա իրան Տիկին Անահիտ։ Մենք մեր պայքարում ոչ կին ենք նայելու, ոչ տղամարդ ենք նայելու, չնայած ես ձեզ նշեմ, որ Քոչարյանի ընտանիքում տղամարդ չկա։ Այնտեղ եկ տեսակի երևույթներ են եւ նրանք Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Քոչարյանը երեք որ ժելե արած մազերով ընկել քուչեկը նրանք Սիրուշոյի կներեք էլի կիսաշրջազգեստի մեջ մտած անձնավորություններ են մենք դա բացահայտել ենք սրանք Բելայի փեշերի տակ են մեծացել եւ մենք սրանց ոչնչացնելու ենք քաղաքական տեսանկյունից Տիկին Անահիտ իրենք երբ որ հարցնում էի թե այդ իր աշխատողներին ինչու են այդպես իր համար իրենց կոտորում կամ ասենք նույնիսկ այդպես անհատույց ինչ որ ոչ սազական գործունեությամբ զբաղվում ասում էին որ մենք անպայման ուզում ենք մեր աղջկան առաջ տանել այսինքն իրենք Սիրուշոյին նայում են ոչ թե որպես արվեստագետ առանձին անհատ որը ունի ասենք իր մասնագիտությունը իր այլ ինչ որ օբյեկտ որը պետք է որին ընդհանրապես պետք է առաջ մղել որպեսզի նա դառնա ասենք ոնց որ այդ կլանի լիարժեք անդամը այսինքն գիտեք ինչ այդ նշանակում է ոնց որ դու մարդուն զրկում ես իր իսկական դեմքից հա ստիպում ես զբաղվել ինչ-որ գործունեությամբ, որը իրենը չի։ Տիկին Անահիտ, շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք ձեր հայրիկին նման պատմամշակութային ժառանգություն հայ ժողովրդին թողնելու համար, իհարկե այդ ժառանգությունը նաև թալանողները իրենցով անողները կպատժվեն, նաև կոչ ենք անում իրավաբաններին, ովքեր պատրաստ են մեզ հետ համագործակցելու, թող դիմեն մեզ միավորված, մեկ բուր դարձած Սրանց ուղարկենք պատմության աղբանոցը, դե ինձ սիրելի հետևորդներ, այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, շնորհակալ ենք ձեզ, որ մոտ այս 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ, պետք է խնդրեմ նաև բաժանորդագրվեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի հայ ժողովուրդը տեսնի, ինչպիսի թալանչի կլանների հետ գործ ունենք։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը